Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Երեկվա Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի քաղաքապետարանի շուրջը ծավալված այդ դրամատիկ եւ սկանդալային այդ կադրերը, որոնք ձեռքից ձեռք անցնում էին ամբողջ Հայաստանով եւ սոցիալական մեդիայում այսպես top 1 տեղում էին, այնուամենայնիվ դրանով չավարտվեցին։ Իհարկե, պարոն Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց, դա որպես խափանման միջոց եւ գործը դեռ պետք է քննվի, սակայն այսօր ազգային ժողովի լիագումար նիստը սկսվեց մի բուռն արձագանքով այսպես կոչված ընդդիմադիրների կողմից ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։ Ով է Վարդան Ղուկասյանը։ Մի մարդ, որին ինքը Նիկոլ Փաշինյանն անվանում էր կրիմինալ եւ հարցեր առաջանում կրիմինալն ինչ գործ ունի ընտրական process-ում։ Բայց այնուամենայնիվ նա դարձավ Գյումրիի քաղաքապետ եւ ահա 6 ամիս եւ 1 օր անց, ինչպես Շուռա Բալագանովը մեծ գումար ստանալուց հետո այնուամենայնիվ մտավ եւ տրամվայում զբաղվեց գրպանահատությամբ, սովոր ձեռքը անում է այն ինչին սովոր են։ Եվ ուրեմն հրամայական է ուրվագծվում քրեազերծելու քաղաքականությունը, որովհետեւ գրպանահատին գրպանահատության վրա բռնելուց մեկ էլ նա խոսում է, չգիտեմ, ազգից, ավանդական արժեքներից, Արցախից, Հայդատից, Մասիսարից եւ այլն եւ այդպես շարունակ եւ հենց ստանում են բանտ, նա դառնում է քաղաքական բանտարկյալ կամ խղճի կալանավոր կամ հետապնդվող քաղաքական դրդապատճառներով, որովհետեւ այ արիտես ինքը Մասիսարն ուզում էր հետ բերել, բայց այդ ապազգային ոստիկանությունը կամ, չգիտեմ, դատարանը կամ իշխանությունը կամ պետությունը նրան դա թույլ չի տալիս։ Այս ամենը իհարկե սկիզբ ունեցել է, բայց պետք է նաև վերջ ունենա։ Փորձենք հասկանալ, թե ինչպես։ Մանավանդ, երբ մեր իրավական ոլորտը, այսպես ասենք, դեռ անալիքներ շատ ունի եւ այն իրավաբանական ավանդույթները, որոնք կան Հայաստանում, սերում են դեռ Վիշինսկիից եւ Աղվան Հովսեփյանից պայմանական եւ այդտեղ եւս փոփոխելու շատ բան կա։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է ազգային ժողովի падգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը։ Բարև ձեզ, Տիկին Բադալյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, ես էլ ինչպես միշտ շատ ուրախ եմ ձեզ հետ զրուցել եւ ձեր նախաբանից արդեն པարզ էր, որ օրվա թիվ 1, այսպես լեհոսում հայտնված լուրը մենք պատրաստվում ենք այստեղ քննարկել եւ դրա շուրջ։ Եվ դրա շուրջ, իհարկե, որովհետեւ այստեղ շատ ուղիղ չէ։ Կա կաշառքի վրա բռնված, ունենք դեպք, ունենք պոտենցիալ, հա, ենթադրյալ հանցագործ եւ Առերևույթ, եւ իրավապահամակարգը պիտի քննի այդ գործը, բայց արի ու տես, որ այո, քանի օր է այսպես շատ բուռն են արձագանքները եւ ամենակարևորը կարմիր գծով գնում է թե հանրության ընդդիմադիր հատվածի եւ թե լրագրության, հա, ստվար մեծ հատվածի կողմից որպես քաղբանտարկյալ այսպես որակավորումը եւ բազմաթիվ են այդ հարցերը, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի նախորդ, հա, անգամ նախորդ նիստերի ընթացքում ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ պիտի ինչ որ գործողություններ կատարվեն եւ դա իրավապահամակարգը ընկալեց որպես նշան կամ հրաման եւ որոշեց կալանավորել Վարդան Ղուկասյանին։ Իհարկե, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Վաղուց արդեն այս ամբողջ քաղաքական թաթերաբեմը վերածվել է զավեշտի, բայց օգտվելով արդից ես ուզում եմ հիշեցնել, որ նախ Հայաստանի Հանրապետության վարչապետը կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասին չասեց, այլ քանի որ հարց հնչեց, որ
Գյումրու քաղաքապետը ասել է, որ նրանք ովքեր դեմ կլինեն Միութենական Հանրապետությանը, հա Հայաստանի մուտք գործելու, նրանք դավաճան թուրք շամբորթիներ են, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ ասաց, որ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կանեն նման արտահայտություններ, նրանք պիտի վերանան ուղղակի քաղաքական թատերաբեմից եւ կարծում եմ որ այստեղ վեճ լինել չի կարող այսինքն իրեն հարգող Հայաստանի Հանրապետության քաղաքացին վարչապետի այս արտահայտության հետ չի կարող վեճ ունենալ որովհետեւ մեզ համար բոլորիս համար եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության անկախությունն ինքնիշխանությունը սրբություն են ուղղակի որը պիտի կյանքի գնով անգամ պահպանել եւ այս Արի ու տես այո որ ճիշտ եք ասում որ դրա հետ վեճ կա այստեղ ես որպես քաղաքացի մեկ այլ վեճ ունեմ որ այդ ժամանակ պիտի գործողություններ լինեին եւ հենց այդ թեմայով պիտի լինեին գործողությունները այլ ոչ թե շատ ընթացիկ որովհետեւ ես հասկանում եմ որ մեր հասարակությունը շատ հոգնել է այդ նախկին ներկա բաժանումներից բայց այս լյուստրացիայի պայմաններում է որ Վերջնականապես քաղաքացին պիտի հասկանա, որ այդ նախկին ներկա բաժանումը դա ինչ որ արհեստածին երևույթ չէ։ Այսինքն ներկան պայքարում է նախկին կոռուպցիայով ներծծված եւ թաթախված համակարգի դեմ։ Եվ տեսեք, տալիս էս մի փոքր հնարավորություն, որպեսի ընտրությունների միջոցով չնայած այստեղ էլ տեսեք, եթե էլի խոսում են, որ ընտրված քաղաքապետին այսպես փռեցին ասֆալտին եւ այլն, Գյումրեցին ընտրել էր Սարիկ Մինասյանի, եթե մենք ձայներով հաշվենք, հա, երկու անգամ ավել ձայն էր հավաքել Սարիկ Մինասյանը։ Քաղաքական տարբեր խարդավանքների արդյունքում որևէ նախկին պաշտոնյայի բերեցիր դաշտ, տվեցիր հնարավորություններ եւ այդ մարդիկ ուրիշ կերպ չգիտեն իրենք ապրել, իրենք ուրիշ կերպ չեն կարող պատկերացնել ուղղակի։ Դրա համար այո, ինչպես դուք նշեցիք, ընդամենը 6 ամիս հետո Մարդը չդիմացավ, չնայած ես առավել քան վստահ եմ, որ սա առաջին դեպքը չէր իհարկե։ Ուղղակի այս մեկն էր, որ բացահայտվեց։ Բացահայտվեց, որովհետև հա հիմա էլ քննարկում են, այ գաղտնալսումը, ապօրինի է կատարվել, դրոնով է կատարվել, չգիտեմ ինչով է կատարվել, այսինքն մեր լրատվական դաշտին եւ մեր քաղաքացիների մի որոշ հատվածի բացարձակ հետաքրքիր չէ, որ կաշառքի թեմա կա Եկեղեցում պարտք գումարները վերադարձնելու թեմա, այսինքն շատ, չգիտեմ, ուղղակի մարդ իրոք չգիտի, լաց լինի, թե ծիծաղ։ Պրիմիտիվիզմից նաև, էլի։ Երբ որ մեր նախորդ զրույցի ժամանակ ես ասում էի, որ աշխարհի ամենաաբսուրդ բանը կոմունիստ հավատացյալն է, որը ամբողջ երկրագնդի պատմության մեջ նման բան լինել չէ։ Երկու հատկանիշ նշեցիք, երրորդն էլ կրիմինալ։ Գողական տեսեք, կրիմինալ հավատացյալ այդպես լինում է, հա, չնայած այո, քրիստոնեական արժեքներին միանգամայն հակասում է որևէ հանցագործություն, որովհետև մի գողացիր, մի սպանիր, մի շնացիր եւ այլն, սա էլ է աբսուրդ, բայց առավել եւս կոմունիստ, որը միևնույն ժամանակ եւ կրիմինալ աշխարհն է ներկայացնում եւ հավատացյալ է, սա ուղղակի յուրահատուկ էկզեմպլյար է ամբողջ աշխարհի եւ համաշխարհային պատմության տեսանկյունից եւ արդեն ցանկացած աբսուրդ բան պիտի լինի բոլորիս համար սպասելի եւ որևէ բանից մենք պիտի չզարմանանք, բայց ես չեմ զարմանում Վարդան Ղուկասյանի արարքի վրա, որովհետև դա օրինաչափ է, հա, եւ շատ հատուկ է նախորդ մեր համակարգային կոռուպցիայից բխող բոլոր այսպես թե մտածողությանը եւ թե այդ կենսակերպին։ Ես չեմ զարմանում նույնիսկ նրա վրա, որ Վարդան Ղուկասյանի փեսան կլինի թերևս, հա, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը, որովհետև այդ կլանային, հա, մտածելակերպը, որ էլիտաների ձեռքում պիտի լինի իշխանությունը, լինի դա քաղաքական, հենց համարվում է, որ արդեն ղեկավարն է, համայնքապետն է, վերջ էլիտա է եւ բնականաբար այդ կլանային պիտի անպայման լինի, որտեղ մտածելակերպն է այդպեսին, հա, լինի դա կրոնական էլիտա, լինի քաղաքական էլիտա, լինի կրիմինալ էլիտա, Վարդան Ղուկասյանի դեպքում երեքը համադրում են այդ չմոռանանք, որևէ բանի վրա չեմ զարմանում։ Ես զարմանում եմ այն լրագրողների եւ այն քաղաքացիների վրա, որոնք որևէ մեծ տերության շահերին
Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը մատաղանելուն պատրաստ են նպաստել։ Բայց դա կրիմինալ չի, Տիկին Բադալյան։ Քրեական օրենսգրքի հոդված է, չէ՞։ Ես կարծում եմ, որ այս մասով ավելի ճիշտ դատողություններ կանեն իրավապահ մարմինները եւ հետևանքներ անպայման կունենա այս ամենը եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ նման, այդ ոճի քաղաքական գործչի միակ մեղքը կաշառք վերցնելն է, որովհետեւ նորից վերադառնալով իմ քիչ առաջ ասացին, քանի որ որպես կաշառակեր յուրահատուկ չէ ցավոք սրտի մեր իրականության մեջ այդ քաղաքական գործիչը, բայց այն հայտարարությունը, որը ուղղակի աններելի էր, ես կարծում եմ, որ մենք նման հայտարարություններին պիտի էլ ավելի մեծ ուշադրություն դարձնենք եւ դրանք պիտի անհետևանք չմնան, որովհետեւ քաղաքականապես մենք դեռ այնքան որպես ժողովուրդ չենք հասունացել, որպեսզի հասկանանք, որ էմոցիաները ոչինչ են, նույնիսկ մեր ապրածն է ոչինչ, նույնիսկ մենք, այդ մեծ պատմության եւ տիեզերքում մեզանից առանձնապես բան չենք ներկայացնում, երբ որ համեմատության մեջ ենք դրվում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ պետականության հետ։ Իսկ այդ մարդը շատ կոնկրետ, նույնիսկ կրիմինալ բարքերով, շանտաժի էր ենթարկել, շանտաժ էր արել, ուլտիմատումներ էր դրել բոլոր այն մարդկանց, ովքեր կհանդգնեն ասել բարձրաձայն, որ դեմ են միութենական պետությանը։ Այսինքն Ռուսաստանի շահերի համար մատաղ է պետք անել Հայաստանի Հանրապետությունը եւ մեր լրագրողներն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դրա հետ, այսպես ասած, օքեյ են։ Հարմարավետ են իրենց զգում։ Քաղաքացիների շատ մի փոքր մաս, ինչ որ խոսքս միայն այդ հատվածին է վերաբերում։ Աֆիլիացիաներ ունի։ Եվ այդ մարդիկ էլ այնքան էսպես բարձրագոչ հայտարարություններն անում, ինչպես դուք նշեցիք, թե Արցախի մասին, թե ազգայինի մասին, նույն Վարդան Ղուկասյանը, որը 5 րոպե հետո կարող է կաշառք վերցնել, 5 րոպե առաջ չոքած եկեղեցու մաղութում էր, այնքան ամեն ինչ խառնվել է, բոլոր արժեքները այնքան է խառնվել, որ այն մարդիկ, որոնք իրոք ունեն կայացած եւ հայ մարդուն հարիր արժե համակարգ, ուղղակի լռում են եւ չեն խոսում եւ թույլ են տալիս, որպեսզի խեղված արժե համակարգով մարդիկ իրենց դասեր տան։ Օրինակ արժանապատվության դասեր։ Ամեն օր մենք տեսնում ենք, չէ՞։ Էլ մարդ չմնաց, որ հայ ժողովրդին արժանապատվության դասեր չտա անընդհատ։ Մի սարսափելի իրավիճակում ենք հայտնվել։ Տիկին Բադալյան, ես այսպես ընդհանրացված չէի նայի եւ այսպես հերրուն գնացող հետևություններ չէի անի, եթե չտեսնեի այսօրվա այդ դաշնակցական վակխանալյան պարլամենտը։ Այդ այլանդակությունը, որը ինչ էր ասելիքը, թե ինչու եք մեր Վարդանիկին ձեռք տվել։ Ամբողջ թեման սա էր։ Հիմա ով է Վարդան Ղուկասյանը։ Մի մարդ, ում կրիմինալ լինելը հենց դեմքին են ասում ու նա չի էլ հերքում։ Երկրորդը մի մարդ, ով 102-րդ բազային իր ասածով ղուրբան է լինում եւ Բելարուսի նման միութենական պետության մեջ մտնելու ջատագով է եւ չի թաքցնում եւ այս մարդիկ պաշտպանում են նրան, այսինքն պաշտպանում են նրան նաեւ այդ բոլոր գաղափարները, համենայն դեպս նրանք այդ բաները չեն հերքի իրենց Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Հիմա ես ուզում եմ հարց տալ, լավ, Հայաստանում Հայաստանի անկախության սուվերենության դեմ գործունեությունը, հրապարակային հայտարարությունները քրեականացված են։ Այստեղ քրեա իրավական հետևանքների դաշտ չի բացվում արդյոք։ Դե ես բացվում է քրեազերծվի, թե ոչ։ Այս ինչ այլանդակ։ Միանշանակ պիտի քրեազերծվի եւ կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանի միակ մեղքը այնուամենայնիվ կաշառք վերցնելը չէր եւ հուսով եմ, որ կքննարկվի նաեւ այն, ինչ որ մենք քրեականացրել ենք վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կոչերը, հայտարարությունները եւ այն ամենը, ինչ որ սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, դատապարտվում են օրենքի ողջ խստությամբ եւ սա անպայման կգործի։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ էր այսօր կատարվում ազգային ժողովում, տեսեք, ես ակնկալում եի, որ այսօր առավոտը բոլորը
մեր ընդդիմությունը կլինի պաստառներով։ Մենք բոլորս Վարդան ենք։ Մենք բոլորս je suis Իշխողեքեթե այդ ակցիայից անպայման կիրականացնեն, իհարկե պաստառները չկային, բայց բովանդակությունը հենց դա էր, ինչպես դուք հասկացաք։ Հիմա եթե այն ելակետից, այսպես շարժվենք, որ նախորդ նիստերի նախորդ մեր նիստերի ժամանակ ընդդիմությանը հստակ հարց տրվեց եւ մի քանի տասնյակ անգամ արդյոք դուք կիսում եք Վարդան Ղուկասյանի այդ արտահայտությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ընդդիմությունը ոչ ասեց ոչ ասեց այո հա ես էլի հորդորում եմ անկեղծ լինել եւ անկեղծ ասել որովհետեւ տեսեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինչ որ մի հատված հաստատ կլինի որը ուզում է որպես դաշնակից տեսնում է Ռուսաստանի Դաշնությանը կլինի վստահ լինենք որ կա այդ հատվածը ավելի լավ չէ անկեղծ խոսել եւ բոլորին տալ հնարավորություն ընտրություն կատարելու երբ որ ամեն ինչ լղոզված է նույնիսկ այդ գաղափարները ունեցող կամ այդ տեսակետը ունեցող քաղաքացին վստահ չի իրենց ընտրի թե չընտրի եկեք ազնիվ լինենք բայց այս անգամ իրենց վարքագծով իրենք դա ապացուցեցին բայց քանի որ մեր ընդդիմությունը շատ անորոշ եւ անելանելի նույնիսկ փակուղային վիճակում է հայտնվել ըստ իս ինչի լավագույն ապացույցն ու դրսևորումը impeachment հա այդ ակցիան է եւ նաեւ իրենց առաջարկած վարչապետի տեխնացուն տեսեք որովհետեւ շատ հետաքրքիր է երբ դու համեմատակ այսինքն տեսեք ընդդիմությունը եւ ընդդիմադիր մի հատված ժողովրդի մեջ կողջ է Նիկոլ Փաշինյանի վարած բանակցություններից արտաքին քաղաքականությունից հազարամի բանից կողջ է այդ դեպքում ինչ պիտի անի ընդդիմությունը պիտի բերի համարժեք եւ եթե կարող է նույնիսկ ավելի լավ բանակցող բայց ընդդիմությունը վարչապետի տեխնացու է ներկայացրել Մասիսի քաղաքապետին թույլ տվեք որպես դիտարկել սա որպես ծաղր Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Եվ այսքանից հետո էլ մենք էլի ունենք քաղաքացիների մի հատված, մի շատ ակտիվ հատված, որը դժվարանում է նույնիսկ գրագետ վատ մեկնաբանությունները գրագետ գրել, սատարում է իրենց աղրող այս ընդդիմությանը եւ չի հասկանում ինչու մենք impeachment-ի գործընթացին ընթացք չենք տալիս ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը աբսուրդային շատ բաներ են այսօր մեր երկրում կատարվում, բայց ես կարծում եմ, որ սա այո, այն քաոսն է, որից էլ վերածնվելու է լավագույնը, որ մեզ քաոսի մասին։ Տիկին Բադալյան, տեսեք, դուք ասում եք, նրանք ծաղրում են, բայց այնպես չէ, որ դա իրենց մոտ ուղակի ձեռքի հետ ստացվում է, նրանք բայց ուզում էին ուրիշ բան։ Ես համոզմունքում եմ, որ նրանք ըստ էության, այո, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան ներմուծվի քաոս իրական քաոս, սա քաոս չի, սա ուղղակի այսպես խմորումներ են եւ գարշահոտության տարածման փորձ, բայց ուզում են քաոս ներմուծել, Հայաստանը դարձնել դիսֆունկցիոնալ, ծաղրուծանակի առարկա եւ դուր բացել արտաքին կառավարման համար։ Այս ամբողջը ինչ արվում է, ամեն մեկն իր դերի մեջ, հա մեկը Մասիսարից, մյուսը Գողականից, այն մյուսը Արցախից, այն մեկը քաղաքական հետապնդումից, այն մյուսն ուղակի մեյմունություն անում, հա, ցենց ինքնանպատակ, բայց այդ ամբողջ այդ համայնապատկերի ձևավորման նպատակը հենց դա է։ Նույնը դեպ տեղի է ունենում Մոլդովայում։ Որովհետև Մոսկվայում միևնույն է, թե ինչ կլինի, ասենք, հաջորդ ղեկավարի անուն ազգանունը, նրանց պետք է որ դա լինի դիսֆունկցիոնալ, ծաղրուծանակի առարկա, անհետաքրքիր արևմտյան դաշնակիցների համար եւ անհեռանկար, հա, եւ բացի իրենցից որևէ մեկը չկարողանա հետո այդ քաոսը կարգավորել։ Բնականաբար իրենք էլ կարգավորեն ոնց են ասում, մեր ձևով, իրենց ձևով։ Տեսեք։ Այս ամենը պատկերը արդյոք չի ամբողջանում եւ դա արդյոք եթե դիագնոզը սա է, բուժման պլանը արդյոք չի ուրվագծվում ըստ այդմ։ Երևի մի փոքր ավելի པարզ խոսեմ։ Վստահ եմ դուք ամեն շատ լավ հասկանում գիտակցում եք, բայց մեզ հետևող հեռուստադիտողների համար։ Քաոսը սա չի։ Քաոսը այն էր, ինչ որ կանխվեց
Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի կողմից։ Ինչի արդյունքում ձերբակալվեցին 2 սրբազան, որոնք որ պլանավորում էին ահաբեկչություն, եւ բնականաբար ժողովրդին դժվար է ապացուցել, չէ, հենց դա հատուկ մտածված էր, որ սրբազանները պիտի գլխավորեն այս ամբողջը, որովհետեւ դա էմոցիոնալ խնդիր է առաջացնում ժողովրդի մոտ։ Կալանավորվեցին ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների կողմից շատ լավ լրջորեն կատարված աշխատանքի արդյունքում կանխվեց այն, ինչը իրենց համոզմամբ 100%-ով եւ ռիսկն էլ շատ մեծ էր, որ կարող է լինել, այն ինչ որ նկարագրում եք դուք։ Դա արդեն կանխվել է։ Եվ եթե մենք ունենք քաղաքացիներ, որոնք չեն հասկանում, որովհետև լրագրողները նրանց անդադ շեղում են, ասում են Նիկոլ Փաշինյանը ասում է, դա ընդունվում է որպես հրաման եւ իրավապահ համակարգը գնում է սրա հետևից, եկեղեցին են կազմակերպում, չգիտեմ ինչ, ոչ, այս գործողություններ ինչու ակտիվացավ, նախընտրական փուլ է եւ այլն, քավլիցի, երիցս ոչ։ Այս ամբողջ գործողությունների շղթան, որը շարունակական է լինելու, այսինքն այսքանով չի ավարտվում։ Այն կանխված մեծ ահաբեկչության հետևանքները եւ հետագա նման ահաբեկչությունները, որոնք քաոսի էին վերածելու երկիրը եւ այդպիսով կառավարումը հանձնելու էին մեկ այլ երկրի, այդ ամենը կանխելուն են միտված, հատուկ դրա համար է արված։ Որևէ սրբազանի, այսպես ասած, կամ այն բոլոր որ դատարաններում են հիմա կամ իրենց գործերը քննվում են, այնտեղ կան եւ падգամավորներ, եւ եկեղեցու ներկայացուցիչներ, եւ քաղաքական այլ թիմերի ներկայացուցիչներ, եւ մանր ու մեծ հանցագործներ եւ ամեն ինչ այնտեղ եւ մեծահարուստ բարերարներ մի ամբողջ լրջագույն մտածված պլանով պիտի երկիրը քաոսի վերածվեր եւ Փառք Աստծո, ինչպես նաեւ շնորհիվ մեր լրջագույն աշխատանքի կառավարման համակարգի այդ ամենը կանխվել է արդեն։ Կանխվել է, բայց այդքանով չի ավարտվում ամեն ինչ, որովհետեւ հիմնական գործող անձանց են կալանավորել, բայց այդքանով չի, չէ, եզրափակվել, այսինքն այնտեղ տարբեր ճյուղավորումներ կան, տարբեր խմբավորումներ կան, այո, ցանց է դա, ապակենտրոնացված շատ դեպքերում, եւ ինչքան էլ իրենք ասեն, այ տեսնում եք նույն այդ բան լրագրողների եւ հատուկ վաճառքի հանված քաղաքական գործիչներ կան, չէ՞ որ մուրում են միշտ մեզ կգնեք, ես մի քաղաքական նոր ձևավորվող ուժի իրենց չի գնում, երկար փորձերից հետո մեկ ուրիշին են դիմում, այսպես ունենք էլի, այդ ամեն ինչ ունենք եւ ունենք այդպեսի նաեւ լրատվության մեջ հատված ունենք եւ նրանք բոլորը դուք ահաբեկվել եք մեր ձևով շարժմանը 30,000 մարդ էր մասնակցում իշխանությունը իստերիկայի մեջ է, այսպիսի վերնագրեր կան անընդհատ, իշխանությունը չգիտի ինչ անեն, մեկ այլ падգամավոր, հա, ՀՀԿ падգամավոր կար, որը Աստծո ամեն օրը ելույթ էր ունենում, ինտերվյու էր տալիս իրենց այսպես պատկանող եւ հպատակ լրատվական միջոցներին եւ ասում էր, որ ես գիտեմ 6 ԿՊ-ական, որոնք արդեն սպասում են հարմար առիթի, որ միանան իմպիչմենտի գործընթացին։ Հետո այդ 6-ը դարձավ 8 եւ այսպես ինչ որ շատ տարբեր բաներ կատարվում են ժողովրդի վրա ազդեցություն թողնելու համար։ Ժողովրդի վրա ազդեցություն թողնելու համար այդ ամենը արվում է, բայց օգտվելով արդից, քանի որ ես այս պահին եթերում եմ, ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագիր, խմբակցությունից, կուսակցությունից բացառվում է, որ ինչ որ մեկը նույնիսկ մտքի ծայրով անգամ անցկացնի այս կաշառակեր, այս արատավոր, աղտոտված այդ համակարգը հետ վերադարձնելու գործընթացին, ով ուզում է դա լինի եւ ինչպես ձեզ են համոզում, որ հա, ասում են, նայած ինչքան գումար կտաս, ինչ գումարով էլ որ լինի, որովհետև մեզ համար հստակ արժեք է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սա մեկ, դնում ենք մի կողմ, անցնում ենք առաջ, ինչու է Վարդան Ղուկասյանը համարվում քաղբանտարկյալ, մեր իրենց լրատվական հորջորջող որոշ այսպես միջոցների եւ նաեւ քաղաքական գործիչ հորջորջող որոշ անհատների կողմից, որովհետեւ իրենց համար քաղաքականությունը ընդհանրապես կաշառակերություն է։ Դե համար եթե կաշառքի վրա մարդուն հանցագործին բռնել ես, նա քաղբանտարկյալ է, որովհետեւ քաղաքականությունը դա կաշառքն է, ուրիշ ոչ մի բան քաղաքականությունը իրենից չի ներկայացնում, այս է խնդիր։
Այս է խնդիր, ինչի դեմ որ մենք պայքարում ենք եւ շնորհիվ մեր ժողովրդի ողջամտության, որովհետև մենք առանց ժողովրդի աջակցության միայնակ որևէ բան անել չէինք կարող, եւ ես կարծում եմ եւ լիահույս եմ, որ մենք այդ պայքարը հաջողությամբ ենք ավարտելու ենք արդարության հաղթանակով եւ բացելու ենք Հայաստանի Հանրապետության համար մի նոր էջ, որտեղ արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքականություն մտնող բոլոր գործիչները կհասկանան, որ պետք է բացառեն կաշառքը եւ ամենակարևորը կֆիքսեն, կարձանագրեն մեկ ընդմիշտ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Տիկին Բազալյան, ամփոփելով, հա, տեսեք, առաջիկայում ընտրություններ բնականաբար կրքերը թեժանալու են, օբյեկտիվորեն։ Ի հայտ են գալու արդեն այսպես թեմատիկ ճյուղավորումներ, թե ով ինչով պետք է զբաղվի, մեկը Մասիս ծարով, մյուսը, չգիտեմ, Արցախով, այն մեկը քաղբանտարկյալներով, սրբազաններով, ավանդական մեկ մյուս, ասելու են ես մեկը քաղբանտարկյալ է, այն մյուսը ձյունանուշիկ է եւ այլն։ Կհայտնվեն նաեւ այն ընտրագրավը կտան ձեռները, կասեն դու էլ միայն մեյմունությամբ զբաղվի, դա էլ տեղի կունենա, գիտենք։ Թամաշա էլի։ Ընդհանրապես։ Ու այդ ամենը մի հատ այսպես տպավորություն կսկսի, լրատվականներն էլ պարզ այդ ամենը լայնորեն կլուսաբանեն տարբեր ռակուրսներից եւ դա տպավորություն կստեղծի մի այսպես բալագանի, մի աղմուկ, աղաղակ, քաոս, հա։ Պատկերացնում եք ինչ հոգեբանական ճնշում է միջին վիճակագրական քաղաքացու վրա։ Առաջիկա 8 ամիսը, բայց նրա քվեից է կախված մեր երկրի ապագան։ Մենք ստրեսակայուն քաղաքացու անհրաժեշտություն ունենք, ավելին քաղաքացիներն ստրեսակայունության անհրաժեշտություն ունեն, հա, եւ հիմա դեռ մենք ժամանակ ունենք հանգիստ իրերը կոչել իրենց անուններով, փորձելով մեր ներդրումն ունենալ մարդկանց այդ ստրեսակայունության հիմքերը ապահովելու համար, սա շատ կարեւոր է լինում։ Ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված հանձ։ Այո, ճիշտ եք ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեից է կախված, թե ինչպիսի ապագա կունենա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ հենց այդ քվեի տերը, յուրաքանչյուր քաղաքացին, ասեմ ինչու, որովհետև երբ որ իրենց կողմից սրբազան անվանվող մարդը իր գաղտնալսված ձայնագրության մեջ համենայն դեպս հստակ եւ ինչքան էլ փորձեցին ասել, որ դա արհեստական ինտելեկտով բանականությամբ ստեղծված մի բան էր, ոչ, դա իրականություն է։ Կամ ինքը լավ իմաստով է։ Չի կարող որևէ, հա, այդ ինչպես շատ վատ բառերով էին բնորոշել մեր ժողովրդին։ Վերջին ձայնագրության մեջ այսքանի օրը տարածված, երբ խոսում է ձայնագրություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են մարդ բերել մեր ձևով շարժմանը եւ այնտեղ ասում են դե գլուխը արժի 10000 դրամ։ Ձևակերպումը լսեք։ Գլուխը 10000 դրամ։ Այն հոպարի Գևորիկից էլ փողը կստանաք։ Երբ որ ժողովրդի մասին այդ պատկերացումը ունեն, իսկ դա մեզ համար նորություն չի, այդպես է եղել միշտ, այն ժամանակ չէին ասում գլուխը 10000 դրամ, ձայնը արժեր 5000 դրամ, հա, մի քիչ այսպես միտինգին գալու համար մի քիչ թիվը մեծացել է եւ այլն, այս է վերաբերմունքը ժողովրդին։ Ժողովուրդը ինքը պիտի իմանա, ինքը նրանց է ձայն տալու, ով իր հետ նման նվաստացուցիչ որակումներով է խոսում, թե պիտի ձայն տա այն քաղաքական ուժերին, որոնք որ ասում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ բանակցում են եւ աշխատում են եւ ամեն ինչ անում են, միայն մեր ուժի մասին չեմ խոսում, ընդհանուր առմամբ։ Եթե լինեն նման քաղաքական ուժեր, որ պիտի ընտրի, հա, եւ հարգանքով են վերաբերվում եւ
ապացուցում է եւ նաեւ այո խաղաղության համար են պայքարում, բարեկեցության համար են պայքարում։ Տեսեք, ասում եք, սա է ասում, սա Ձունանուշիկ է, այս մեկը Ձմեռ Պապիկ է, այս մեկը Քաղբանտարկյալ է եւ այլն, այս ուղղություններով են գնալու, այո։ Մենք որպես քաղաքական թիմ հստակ մեր ուղղությունների մասին միշտ խոսում ենք, միշտ։ Մեր ուղղություններն են հիմնական առանցքային Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է, պատկանելու է այսուհետև եւ միշտ ժողովրդին մեկ։ Մենք պայքարում ենք խաղաղության համար, հարևանների հետ հարաբերություններ, կոնֆլիկտները վերացնելու առաջին հերթին, կոնֆլիկտները վերացնելու ուղղությամբ ենք մենք պայքարում։ Մենք պայքարում ենք հստակ, շատ հստակ ենք ասում, եւ մեր ասելիքը ամբողջությամբ, գրեթե ամբողջությամբ, հա չասեմ, գրեթե ամբողջությամբ ձևակերպված է օգոստոսի 8-ի այդ հռչակագրում։ Մեր ամբողջ քաղաքականությունը մենք կարողացել ենք մեր քաղաքականության տակ նույնիսկ ունենալ հակառակորդ երկրի եւ նաեւ աշխարհի ամենամեծ գերտերության ստորագրությունները մեր նշած ուղենիշների եւ սկզբունքների տակ։ Իդեպ քիչ առաջ ձեր հետ հանդիպումից քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բոլոր սահմանափակումները տարանցման իր տարածքով Հայաստանի համար բեռների ամբողջությամբ հանել է եւ դրա մասին հայտարարել են Ղազախստանում, երբ այնտեղ պետական այցով է Ալիևը գտնվում, մասնավորապես ղազախական ցորենի համար, որով պետք է գա Հայաստան։ Հիմա դա լավ է, թե լավ չի։ Իմ կարծիքով սա լավ է եւ մենք որպես քաղաքական թիմ պայքարում ենք դրա համար եւ շատ ուրախ ենք, որ նաեւ թե մեր գործընկերների եւ թե ժողովրդի մեջ ունենք համախոհներ եւ լայն կոնսենսուս, ինչքան էլ աղմուկը բարձր է հակառակորդ կողմից, հա, կամ ընդդիմադիր թևից, ինչքան էլ որ աղմուկը շատ բարձր է, բայց լայն կոնսենսուս կա այս ամենի վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն ավելի արագ եւ իրար կհաջորդեն օգոստոսի 8-ի հռչակագրում ամրագրված սկզբունքների իրականացման գործողությունների, այո, գործողությունների մասին տեղեկությունները իրար կսկսեն արդեն հաջորդել, ոչ թե զուտ որպես ինֆորմացիա, այլ որ արվում է սա եւ արդեն այսուհետեւ մի քայլ պիտի անի Ադրբեջանը, մյուսը Հայաստանը եւ այսպես այն ինչ որ գրված է, մենք պիտի դա անպայման իմպլեմենտացնենք։ Հիմա մենք շատ հստակ ենք ասում, մենք ինչ ենք ուզում եւ ինչպեսին ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագան։ Մնացածը, այս մեկը ասում է, որ Վարդան Ղուկասյանը Քաղբանտարկյալ է, մյուսը ասում է, որ Սամվել Կարապետյանին ազատեք, հետո շփոթում են, չեն հասկանում այնուամենայնիվ անունը Սամվելը թե Կարեն, շատ հետաքրքիր են այս մոտեցումները, պիտի հետևել անընդհատ ժողովրդի այս արտահայտությունների, որովհետև քաղաքական բովանդակություն չկա շարժումների տակ։ Նրանց քաղաքական գործողությունների տակ բովանդակություն չկա, երբ որ Էլ չխոսենք գաղափարից, գաղափարախոսություն։ Դե չկա, գաղափարախոսություն ընդհանրապես, գուցե գաղափարախոսությունը կա, որ գաղափարախոսություն այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նշмарվում է ինչ իմաստով ժողովրդի մեջ տարածված այդ արտահայտությունը, որ իրենք են տարածել, որ ռուսը չլինի թուրքը մեզ սկուտի, դա գաղափարախոսություն է իրենց համար։ Այլ հարց է, մենք կիսում ենք այդ գաղափարախոսությունը, թե ոչ գաղափարախոսություն է, թե ասենք ինչ-որ բան էլի ժողովրդի ասած։ Գիտեք ինչու եմ ասում գաղափարախոսություն, որովհետև իրենց բոլոր գործողությունները դրա վրա են հիմնվում։ Այս դրա համար եմ ես այն կոչում գաղափարախոսություն, ոչ թե որովհետև իրարից չեմ տարբերակում գաղափարը։ Տեսեք, այստեղ ասում եմ նշмарվում է, որովհետև հաջորդիվ բոլոր գործողությունները եւ բոլոր թեզերը, որոնք առաջ են քաշվում, այո, հենց դրանից են բխում։ Այս առումով սա է նրանց գաղափարախոսությունը։ Իսկ եթե այլ բան է, ապա պիտի ներկայացվի եւ ճիշտ ներկայացվի, ճիշտ այնպես, ինչպես որ մենք ենք ներկայացնում։ Խաղաղություն Հայաստանի Հանրապետության պետականության հարատևում եւ նաեւ առանց կոնֆլիկտի հարաբերություններ աշխարհի բոլոր երկրների հետ։ Հստակ ազատություններ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, որոնք շատ փոխկապակցված են իրար հետ, որովհետև երբ որ մենք կոնֆլիկտով ենք առաջնորդվում, կոնֆլիկտից բխում են մնացած, այսինքն ազատություն չի կարող մարդը ունենալ, որովհետև ինքը իր ազատությունները ամեն վայրկյան պատրաստ է զոհաբերել
կոնֆլիկտի ընթացքում հաղթանակ տանելուն կամ գոնե վերջնականապես չոչնչանալուն։ Կոնֆլիկտից բխող են մեր բոլոր գործողությունները մինչև այսօր եղել։ Եվ եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, կոնֆլիկտի տրամաբանությունը հանել եւ խաղաղության տրամաբանության վրա կառուցել մեր ապագան, այստեղ արդեն ժողովրդավարությունը չի լինում զուտ խոսք, զուտ բանավոր ասվող բան չի լինում, ազատությունն էլ բանավոր ասվող բան չի լինում։ Այլ վերածվում է համակարգ։ Այո։ Դե վերածենք։ Փորձենք։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու, ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մենք դիմենք ձեզ մեկնաբանությունների համար դեպքերի զարգացմանը զուգընթաց, միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Բադալյանին, լսեցինք իր դիտարկումները կապված ներքաղաքական որոշ զարգացումների հետ եւ մեր պետության առաջիկա անելիքների։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք օրվա թեմայի քննարկումը, դա իհարկե այն դրամատիկ իրադարձություններն էին, որոնք տեղի ունեցան Գյումրիում, ըստ էության հիմքում որևէ դրամատիկ բան չկար։ Ինչպես ասացի, սա հիշեցնում է այն դասական մի ստեղծագործությունը, հա, երբ հայտնի պերսոնաժ այդ Շուռա Բալագանովը մեծ գումար ստանալով, բայց այնուամենայնիվ նստում է տրամվայ եւ
մտնում է գրպանից ուղևորի եւ 1 ռուբլի հանում։ Եվ ահա սովոր ձեռքը անում է այն ինչին սովոր է եւ այս ամենը տևեց ընդամենը 6 ամիս եւ ահա հիմ բարքերը վերադարձնելու փորձը կասեցվեց եւ այդ փորձանող Վարդան Ղուկասյանը միութենական պետության ջատագով 102-րդ բազային ղուրբան լինող Մասիսար հետ բերող մեկ էլ հրճակվեց քաղաքական դրդապատճառներով հետապնդվող խղճի կալանավոր եւ այդ դաշնակցական վակխանալյան մենք տեսանք այսօր առավոտյան արդեն պարլամենտում փորձենք հասկանալ ինչի հետ մենք գործ ունենք, սա ինչ արձագանք է, սա ինչ պաթոլոգիա է եւ արդյոք հրամայական չէ ընդհանրապես քաղաքականությունը քրեազերծելու։ Բացի դրանից քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանն է հանել արգելքը դեպի Հայաստան գնացող տրանզիտային բոլոր բեռների եւ որպես առաջին բեռ դա Ղազախստանի ցորենն է Հայաստանի համար։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն է արել։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով մի հարգարժան հյուր ենք հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել տեսակապով մեր հյուրն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Եվրաքվե նախաձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Խորշոդյան, դուք ուշով հետևում եք երեկվա այդ կրքերին, Գյումրվա, այդ աղմուկ-աղաղակ, կրճտոտ ատամած եւ այլն, հիմա էլ պարզվում է մի խղճի կալանավոր է հայտնվել Հայաստանում մի նոր եւ հետապնդյալ, քաղաքական դրդապատճառներով Ձեր մեկնաբանությունը սա ինչ է եւ այս ինչ ապականված քաղաքականություն ունենք, որ մենք տեսնում ենք մամուլի զգալի սեգմենտ հենց այդ դիրքերից է հանդես գալիս Սրբազան Վարդանիկի համար քաղաքական ուժերն էլ պարլամենտում 3-ից 2-ը ըստ էության հենց այդ դիրքորոշման մեջ են համեցեք։ Դա իրականում ցույց է տալիս, թե ինչ տխուր վիճակում է մեր քաղաքական դաշտը եւ ովքեր են դատողները, ովքեր են այդպիսի բարձրագույն որակումներ տվողները, հա, քաղբանտարկյալ, չեմ։ Նույն մարդիկ, ովքեր որ 20 տարի կեղեքել են երկիրը, ովքեր որ իրենք էլ այդ սագագողների շարքից են եւ սագագողը սագագողին պետք է պաշտպանի բնականաբար։ Հիմա այս մարդուն ձեռից բռնել են գողության պահին կաշառքի վրա են որ ասում են թե բա քաղբանտարկյալ է, ասենք ինչն է դրա քաղբանտարկյալը, ասենք լավ չեմ պատկերացնում, իրենք 20 տարի քաղբանտարկյալներ են պահել բերթերում, բայց այտենց էլ չհասկացան թե քաղբանտարկյալը որն է, այնպես որ ես կարծում եմ, որ շատ լավ գործընթաց է տեղի ունենում եւ կոռուպցիայի դեմ պայքարը անկախ նրանից թե ովքեր են դրանում ներգրաված պետք է խորացնել։ Այլ հարց է, որ գիտեք, քննադատությունը ինչու՞մ է, ինչ են ասում ոմանք այդ քննադատողներից։ Ասում են, դե իշխանությունները, երբ որ կոռուպցիան վերաբերում է իրենց շրջապատին, իրենք այդպես ակտիվ չեն, ինչպես որ այս դեպքում է։ Նախ ես այդքան էլ չեմ համաձայնվի, որտեղ կան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հետապնդված քրեական օրենսգրքով եւ նաեւ կալանավորված եւ նաեւ բանտարկված, ովքեր որ իշխանությունների հետ աֆիլացված եղել են։ Այնպես որ դա այդքան էլ արդարացված չի, բայց եթե նույնիսկ կան այսօր իշխանություններից այդպիսի մարդիկ, ովքեր որ իոք հովանավորչություն են վայելում եւ այդ իմաստով հետապնդում են ոնց որ հետապնդում են նույն այս պարոն Վարդանիկին, ուրեմն պետք է դրա վրա շեշտադրում անել, պետք է ասել, որ նրանց էլ հետապնդեք, նրանց էլ կալանավորեք, նրանց էլ բանտարկեք։ Այ դա ես կհասկանամ, ես էլ կլսեմ կհասկանամ ում մասին է խոսքը։ Ում են նրանք տեսել, որ
կալանավորման եւ չեն կալանավորում, ես էլ կմիանամ կասեմ այո, ճիշտ են ասում։ Այնպես չի, որ մենք չենք քննադատել իշխանություններին կադրային բացասական այդ քաղաքականության համար։ Հա, դա հասկանալի է։ Այնպես չի, որ մենք չենք ցույց տվել բազմաթիվ տեղեր, ոլորտներ, որտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, եւ պաշտոնյաների նաեւ անհատապես, որոնք կարող են ներգրաված լինեն այդ կոռուպցիոն, ուրեմն գործընթացների մեջ։ Ասել ենք, մատնանշել ենք, բարձրաձայնել ենք, որոշ դեպքերում դա ազդել է, որոշակի գործընթացներ են սկսվել, որոշ դեպքերում չի ազդել եւ մենք հետեւողականորեն շարունակում ենք պնդել, բայց դա չի նշանակում, որ դա հիմք է, որ տարատեսակ վարտանիկներին ուրեմն թողեն, որ շարունակեն թալանով զբաղվեն։ Ուրեմն պարոն Վարդանիկը չի հասկացել երևի, որ հեղափոխությունից հետո այլևս Հայաստանում նման բարքեր, նման ուրեմն գործընթացներ չեն կարող տեղի ունենալ։ Դրանց ստեղ են ասել, եկել են սատանի մայրին քանդրվազություն են անում, հա։ Չի կարող այդպիսի բան Հայաստանում տեղի ունենալ։ Ինչքան ուզում են քաղբանտարկյալ որակեն, ինչքան ուզում են հիմա էլ եկեղեցին բռնազավթած այդ տերտերները սրբադասեն, պարոն Վարդանիկին, ես չեմ զարմանա, որ վաղը սրբերի դասին կդասեն, հա։ Սուրբ Վարդանիկը կապ չունի, հայ ժողովուրդը իր վճիռը կայացրել է 18 թվականին, որ Հայաստանում կոռուպցիա պետք է չլինի, որ Հայաստանում նման բարքեր պետք է չլինեն։ Կիսաքրեական բարքեր, հա, քրեական ենթամշակույթը մեր օրենքներով է արդեն բարեբախտաբար բանարում, հետապնդվում, բայց այդ մարդը բացահայտ կիսաքրեական այդ բարքերն էր տարածում եւ այդ ենթամշակույթը։ Դա էլ մի ուրիշ հոդվածով պետք է նաեւ պատասխան տալ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ դրական եմ գնահատում գործընթացները եւ հույս ունեմ, որ քաղաքական դաշտը կմաքրվի, որտեղ գիտեք, խոսքը միայն Վարդանիկին չի վերաբերում, վերաբերում է նաեւ այն մարդկանց, ովքեր ընտրակաշառքով հանրահավաքներ են հավաքում։ Ճիշտ է, էլի լավ չի ստացվում իրենց մոտ այդքան էլ, հա, այդքան միլիոններ են ծախսում, 7000 հոգի մարդ են կարողանում հավաքել։ Բայց մեկ է, դա անընդունել է, գիտեք, երբ որ Հայաստանի քաղաքացիներին գլխականակով են հաշվում, ասում են դե գլուխը 10000, ու հետո այդ կաշառքներով բերում են հանրահավաք են անում, ասում են տեսակ, հայ ժողովուրդը հուշկու հանրահավաք արել, ձեռ եք առնում։ Ում եք գժի տեղ դրել։ Կարող է ձեր Մուխասրանսկումը տենց է ընդունված է։ Գնացեք ձեր Մուխասրանսկումը տենց հանրահավաքներ արեք։ Մեկ էլ տենց Սերժն է ժամանակին անում 2008 թվականին գյուղերից, բաներից հավաքում էր, տեսեք ինչ հուշկու հանրահավաք էր, հետո այդ հանրահավաքի ժողովուրդը սիրուն գնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին ընդդիմադիր։ Չէ, ու Սերժ Սարգսյանի տված դրոշներն էլ բերում թափում էր հենց Ազատության հրապարակի գետնին։ Ազատության հրապարակում, այո։ Բարեբախտաբար հայ ժողովուրդը մշտապես պայքարել է եւ դիմադրել է այս բարքերի դեմ եւ 18 թվին հաղթել է վերջապես։ Ժողովուրդը իր առաջնորդներով, իր արժանի առաջնորդներով, նրանք ովքեր որ իրոք իրենց կյանքը նվիրել են այդ պայքարին։ Անկախ նրանից, որ հիմա այդ մարդկանցից շատերը տարբեր ճամբարներում են, մի մասը իշխանություն է, մի մասը ժողովրդավարական ընդդիմության շարքերում է, բայց կապ չունի։ Ժողովուրդը իր արժանի առաջնորդները իրար գտել են եւ պետություն են կառուցում, եւ ոչ մի գործուղված Մուխասրանսկցիներ չեն կարող այստեղ դա արգելափակել, ինչքան ուզում են միլիոններ կաշառք բաժանեն, ինչքան ուզում են մարդկանց ոչխարի տեղ դրածնեն։ Ու չենք տալու։ Պարոն Խորշոդյան, հիմա պարոն Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալ է, խղճի կալանավոր, ոմանք էլ կասեն ջունանուշիկ, այդպիսին է նաև այդ մարդկանց տիպողաբար հենց եկեղեցական հիերարխիան եւ սուբորդինացիան չարաշահելով այս կամ այն հավաքների մոբիլիզացնողներն են նույն այդ քաղբանտարկյալը, խղճի կալանավորը եւ ջունանուշիկը, բայց ահա կարգալույծ է արվում Տեր Արամը, Հայր Արամը, որ ասենք դրա մասին ընդամենը բարձրաձայնել է եւ քիչ առաջ Մայրաթորը նման հաղորդագրություն է տարածում նրա կարգալույծ անելու մասին բա ասենց հիմա հակաեկեղեցականով է այս ամեն ինչում էլի ուզում եմ ուղղակի մի քիչ ոնց որ շատ է խառնվում իրար էլի հասկանանք այո ուրեմն տեսեք Եկեղեցում պետք է գործի նույն սկզբունքը, ինչ որ գործում է մեր այսօրվա օրենսդրության մեջ, մեր
քաղիրավական հարաբերություններ։ Դա մենք ունենք ազդարարման մասին օրենք եւ ունենք ազդարարման սկզբունքներ։ Այսինքն մարդիկ համակարգի ներսից, եթե տեսնում են ինչ-որ խնդիրներ եւ բարձրաձայնում են, իրենք պաշտպանված են, իրենց իրավունք չունեն հետապնդեն։ Իդեպ այստեղ պետք է նաեւ իշխանություններին քննադատելով ասեմ, որ այդ սկզբունքը իրենք էլ չեն պաշտպանում։ Եվ ես դեպքեր ունեմ եւ դրա մասին բարձրաձայնել եմ, այդ թվում պետական վերահսկողական ծառայությունից, երբ որ մարդիկ ներսից բարձրաձայնել են ինչ-որ խնդիրների մասին, արդյունքում իրենց ուղղակի գործից ազատել են։ Խախտելով հենց իրենց ընդունած օրենքը եւ իրենց ընդունած սկզբունքները ազդարարման մասին։ Դրա համար է որոշ ընդդիմադիրների, այդ ուրեմն պրոռուսական ընդդիմադիրների բերանները բաց, որտեղ կարողանում են բացել, որտեղ կարող են ասել դուք եք նույն ձև անում։ Եվ այո, դա անընդունելի է։ Հիմա նույնը եկեղեցում է։ Եթե մարդիկ կան, ովքեր տեսնում են խնդիրներ, տեսնում են ապօրինություններ, բարձրաձայնում են դրա մասին, ուրեմն պետք է դրան հետևություններ արվի եւ խնդիրները լուծվի, այլ ոչ թե այդ մարդկանց բռնեն, կարգալուծանեն կամ եկեղեցուց դուրս անեն։ Դա ես կարող եմ ասել ժամանակավոր է։ Ժամանակավոր է, որտեղ այն մարդիկ, ովքեր որ այսօր բռնազավթել են եկեղեցին եւ կապ չունեն ընդհանրապես հոգեվոր կյանքի հետ, կապ չունեն կրոնի հետ, հավատքի հետ, ուրեմն իրենք ժամանակավոր են այնտեղ, շատ կար ժամանակ է, քիչ է մնացել, իրենց բոլորին այսպես գեղեցիկ ձևով դուրս են շպրտելու այդտեղից։ Որտեղ ամեն մեկի տակ մի հանցագործություն, մի հակաօրինական գործողություն կա։ Եվ այդ նույն հոգևորականը, ուրեմն քահանան, Արամը, ինքը վստահաբար վերադառնալու է իր կարգավիճակին եւ ծառայության մանավանդ որ հանրային ընկալումների մեջ շատ ավելի հեղինակություն է վայելում, քան նույնիսկ այսօրվա այսպես կոչված կաթողիկոսը, որը որևէ կապ չունի էլ եմ ասում կրոնի հետ։ Պարոն Կտրիճը։ Պարոն Խորշուձյան, ներսի հարցերը դեռ իրենց զարգացման դինամիկան ունենալու են, բնականաբար, եւ ունենալու են նախընտրական տրամաբանության մեջ օբյեկտիվորեն, բայց նաեւ մենք տեսնում ենք տարածաշրջանային շատ հստակ զարգացումներ, որոնք ըստ էության օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների տրամաբանության մեջ են եւ ահա Ղազախստանում պետական այցով գտնվող Ադրբեջանի նախագահը այսօր հայտարարություն արեց այն մասին, որ Ադրբեջանը հանում է տրանզիտային բոլոր սահմանափակումները Հայաստանի նկատմամբ եւ որ հենց առաջին այդ խմբականակը բեռների դա ղազախական ծորենն է Հայաստանի համար։ Ձեր մեկնաբանությունը, ձեր գնահատականը այս իրադարձության, սա կարծում եմ շատ կարևոր իրադարձություն է։ Համեցեք։ Միանշանակ շատ կարևոր իրադարձություն է եւ վստահ եմ, որ այս որոշման մեջ իր դերակատարությունը ունեցել է Արևմուտքը եւ կարծում եմ հատկապես Միացյալ Նահանգները, որտեղ եթե կա պայմանավորվածություն ապաշրջափակման, ապա չպետք է սպասել մինչեւ այդ ապաշրջափակման ենթակա ճանապարհներից մեկը կառուցապատվի, օրինակ, հա, այդ մեղրիով անցնող ճանապարհը, երկաթգիծը եւ այլն, եւ նոր մնացած տեղերը բացեն։ Դա այդքան էլ տրամաբանական չի։ Տրամաբանական է, որ եթե կա պայմանավորվածություն ամեն ճանապարհ շրջապատելու եւ այդ ճանապարհները Հայաստանով անցնող կոչվելու են տրիպ, անկախ նրանից որտեղով են անցնում, ուրեմն դա պետք է այդ հնարավորությունը տրվի եւ այո, եթե այդ գնացքները գալու են Ղազախստանից Ադրբեջանով մտնեն Վրաստան, Վրաստանից գան Հայաստան եւ այդ ծորենը գա հասնի Հայաստան, ապա այդ նույն գնացքը կարող է գնա նաեւ մինչեւ Նախիջևան եւ այդ նույն ծորենը շարունակի գնա նաեւ այդ ծորենի մի մասը, օրինակ Ղազախները վաճառեն Նախիջևանին, հա, Ադրբեջանի այդ հատված գործի։ Ինչ որ հիմա անում են ֆուրերով Իրանով, այնպես չի որ չունեն, ելք չունեն, հա, իրենք էլ ունեն, մի քիչ տանկ են նստում, բայց եթե իրենք մեր համար այդ ճանապարհը բացում են եւ մենք նաեւ դիվերսիֆիկացնելու հնարավորություն ունենք, որ տարատեսակ վարտանիքներ չասեն, «Օ, հանգարց Ռուսաստանից փոխվեք, Ռուսաստանի ճորտը եթե չլինի, ձեզ սոված կսպանի Ռուսաստանը ծորենը կկտրի, գազը կկտրի»։ Կներեք, ճորտ լինելու կարգավիճակին սովոր եք եղել, գնացեք ճորտի պես ապրեք։ Հայաստանը հնարավորություն ունի գտնելու ճանապարհներ, դիվերսիֆիկացնելու, ծորենն էլ այլ տեղից առնելու, վաղը մյուս օր գազն էլ այլ տեղից առնելու։ Պարոն Խորշուձյան, հիմա եթե Ադրբեջանը Հայաստանի հայկական բեռների կամ Հայաստանին
վերաբերվող բեռների նկատմամբ այս տրանզիտային սահմանափակումները հանում է, արդյոք սա ազդակ չէ, որ նույնը կանի Թուրքիան։ Ի վերջո Թուրքիան էլ նաև Եվրամիության ընդհանուր շուկայի մաս լինելով, հա, եւ հաշվի առնելով Հայաստանի այս եվրոինտեգրացիոն ձգտումները տրամաբանական չի թվում, որ նման որոշում էլ մենք պետք է ակնկալենք նաև Անկարայից։ Համեցեք։ Ոնց ես հասկանում եմ, հունվարի 1-ից երրորդ երկրների քաղաքացիների համար ճանապարհները եւ սահմանը բացվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց հիմա պետք է աշխատել, այո, նաեւ եվրոպացի մեր գործընկերների հետ եւ նաեւ ամերիկացիների հետ, որպեսզի հասնեն նրան, որ Թուրքիան բացի նաեւ բեռնափոխադրումների համար ճանապարհները։ Դա շատ կարևոր է, շատ ավելի կարևոր է, քան երրորդ երկրների քաղաքացիների համար այդ ճանապարհները, որտեղ եթե բեռնափոխադրումների ճանապարհները բացվում են, իսկ երկաթգծի համար ընդամենը այնտեղ մի թեթև վերանորոգման հարց կա, Գյումրիից Խարսը, դա ավտոմատ դուրս է բերում նախ իմաստը Ղարսից Իգդիր նոր երկաթգիծ Թուրքիայով կառուցելու եւ դրանով Հայաստանին շրջանցելու ծրագրի իմաստը կորում է, եւ երկրորդ Հայաստանը ուղիղ կապ է ստանում Թուրքիայի միջոցով Եվրոպայի հետ։ Եվ դա նշանակում է, որ իհարկե Հայաստանի անկախության Ռուսաստանից, հա, այդ կախվածության հարցը նվազում է, անկախության հարցը ավելանում է, եւ մենք կկարողանանք այսուհետ կամաց նոր լոգիստիկ շղթաներ ձևավորել Եվրոպայի հետ, եւ ռուսական ճնշումները թե եթե այս չանեք, սենց կանենք, այս չանեք, սենց կանենք, արդեն կտրուկ կնվազեն Հայաստանի վրա։ Պարոն Խորշուդյան, իդեպ հենց Լյուքսեմբուրգում 3 հանդիպումների իշարս այլ իր գործընկերների Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ եւ այսօր էլ Ռուբեն Ռուբինյանն է հայտարարություն արել, որ միջգերատեսչական հանդիպում է տեղի ունենալու հենց այդ ձեր ասած Կարս Գյումրի երկաթուղին վերագործարկելու այդ խնդիրներին նվիրված։ Ինչպիսի զարգացումներ են ձեր պատկերացմամբ առավել հավանական այս ուղղությամբ, խնդրեմ։ Գիտեք, շատ բան էլի եմ ասում, կախված է մեր գործընկերների, եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների ջանքերից, եւ բայց իհարկե նաեւ մեր դիվանագետներից, ինչքանով կկարողանան հաջողացնել թուրքերի հետ պայմանավորվածությունները ավելի առաջընթաց տեմպերով տանել։ Առաջանցիկ, այո։ Առաջանցիկ, այո, եւ այդ իմաստով ես չեմ բացառում, որ հունվարի 1-ին գուցե նաեւ հաջողվի գոնե պայմանավորվածություն ձեռք բերել նաեւ այդ բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը բացել։ Շատ շնորհակալ եմ։ Նաև Նախիջևանն է կապվելու ու երկաթգծով նույն Ղարսի հետ, Հայաստանի տարածքով, բայց Ղարսի հետ։ Ճիշտ է, դեռ Ադրբեջանը ուրեմն Մեղրիով, Նախիջևանով չի կարողանա կապվի Ղարսի հետ, մինչև երկաթգիծը չկառուցվի, որը արդեն գործընթացը սկսվել է, գիտեք, ամերիկացի փորձագետները եկել են, խումբը աշխատում է, որ այդ հաշվարկները արվի, ՏՏԽ-ն եւ այլն, հա, տակտիկա-տեխնիկական բնութագիր եւ այլն, այդ ամենը կարվի, բայց այսօր արդեն հնարավոր է հենց նաեւ Ադրբեջանի շահն էլ նաեւ դրանում կա, որ Նախիջևանը կապվի Ղարսի հետ Հայաստանի տարածքով, այդ երկաթգծով, ինչքան շատ եւ ինչքան շուտ սկսեն ադրբեջանցիները օգտագործել Հայաստանի ներսում եղած երկաթգծերը Թուրքիայի հետ կապը հաստատելու համար, այնքան ավելի անիմաստ կդառնա Հայաստանը շրջանցող եւ ըստ էության եւս մեկ այսպես շրջափակման գործիք հանդիսացող Իգդիր Ղարս երկաթգծի կառուցման համար, այսինքն այնքան անիմաստ կլինի այդ երկաթգծի կառուցումը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խորշուդյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար եւ Եվրաքվե նախաձեռնության անդամ Հովսեփ Խորշուդյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված մի շարք ներքին եւ տարածաշրջանային զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։
Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր առավոտյան Հայաստան պաշտոնական այցով ժամանեց Վրաստանի պաշտպանության նախարար Իռակլի Չիկովանին։ Նրան Հայաստանի պաշտպանության նախարարության այդ համալիրում հանդիսավոր կերպով դիմավորեց իր հայաստանցի գործընկեր Սուրեն Պապիկյանը։ Ուշագրավ է, որ այս այցը տեղի է ունենում Պապիկյանի ամերիկյան այցից հետո։ Այս այցը տեղի է ունենում օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների ֆոնին եւ փոփոխվող տարածաշրջանի պայմաններում։ Իսկ այդ նոր պայմանները երևի թե թելադրում են, որպեսզի Հայաստանը եւ Վրաստանը անկախ ամեն ինչից թարմացնեն իրենց օրակարգերը, այդ թվում նաեւ պաշտպանական ոլորտում։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է այս ամենը երևում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է ռազմական հարցերով փորձագետ Վախթանգ Маисаյան։ Приветствую вас, господин Маисая, рад вас видеть. Спасибо, что приняли мое приглашение. Дорогих армянских телезрителей и приветствую весь армянский народ. Спасибо большое. Наш дружественный народ и побратимый народ. И государство Армения. Большое. Итак, господин Маисая, сразу по окончанию американского визита министра обороны Армении, он вот недавно на днях вернулся, визит грузинского министра в Ереван. Причем это в условиях уже меняющегося региона, меняющегося в силу и вашингтонских договоренностей между Арменией и Азербайджаном от 8 августа. Ну и, конечно, тем самым предзнаменовавшего такой масштабный заход в регион Соединенных Штатов и резкого ослабления России. Могу предположить, что все эти перечисленные условия и контексты все-таки заставляют Ереван и Тбилиси как-то вот освежить повестку своих отношений уже в новых условиях, и в том числе и в отношениях в сфере обороны. Как вам это все видится из столицы нашей братской Грузии? Прошу. Огромное спасибо за такую возможность. Я должен сказать, что после Вашингтонского соглашения, после, так сказать, мирного урегулирования, я называю это Кемп-Дэвидский 2,
то есть соглашение КМ-9-2, которое как раз стало историческим важным, так сказать, явлением в 21 веке. В корне изменила, значит, систему региональной безопасности на Южном Кавказе. Если раньше мы говорили о такой системе, которая условно можно назвать 3+3, где, естественно, Грузия не участвовала, и оно фактически реально, значит, высвечивало формулу 3+2, то сейчас фактически меняется в корне, как говорится, система этих взаимоотношений. И мы сейчас видим, что уже региональная система, значит, сложилась в контексте 2+1+1. То есть в этом контексте два, естественно, так сказать, участники самого региона, это Армения и Азербайджан, что очень радужно и очень хорошая, так сказать, возможность вспомнить нашу историческую, я бы сказал, геополитическую, я бы сказал, и, значит, память освежить, потому что в свое время Грузия, Армения, Азербайджан, кстати, создавали, когда мы получили независимость после развала царской империи, царской России, как раз вот три наши, так сказать, предки, наши предыдущие, так сказать, государства создавали новую систему региональной безопасности. Даже в Тбилиси прошла мирная конференция, и даже все трое, значит, государств хотели войти, значит, в тогдашнюю систему коллективной безопасности, которая называлась Лига наций. То есть подавали общую заявку. Но, к сожалению, тогда этот вариант, как говорится, не прошел, и мы потом стали, так сказать, жертвой советской оккупации. Но сейчас как раз вот под этим моментом уже, так сказать, сложилась интересная геополитическая конфигурация, где уже, значит, Армения, Азербайджан, плюс Америка и, естественно, Турция, которая как раз создают новые реалии региональной безопасности, уже, так сказать, можно сказать, что, так сказать, уже свершилось. Это уже мы уже в новых реалиях, так сказать, живем после подписания Вашингтонского соглашения, во-первых. Я думаю, что как раз визит министра обороны Грузии Ираклия Чикуани как раз, возможно, связан, как говорится, с зомбированием возможности присоединения вот к такому, так сказать, формату, и после чего возможно, так сказать, становление региональной безопасности в формате 3+1+1. И я думаю, что это самый оптимальный вариант, который, так сказать, соответствует национальным интересам всех троих, я бы сказал, кавказских государств. И я думаю, что к тому же, так сказать, у нас развиваются двусторонние военно-политические и военно, я бы сказал, стратегические отношения с Арменией. Армения наш стратегический партнер и, так сказать, даже в том числе в военном, так сказать, сотрудничестве у нас общие, так сказать, знаменатели. Армянские, значит, военнослужащие принимали участие не раз, значит, в многонациональных учениях, которые проводились под эгидой НАТО, под эгидой, так сказать, Центрального командования США. То есть в контексте, так сказать, мы сотрудничали и фактически принимали, у нас такое боевое братство, появилось в таких миротворческих операциях, как были, например, афганский, так сказать, кейс, был еще кейс Косово и так далее. И в этом контексте, я думаю, и в двусторонних отношениях, так сказать, мы очень тесно сотрудничаем, например, в борьбе с асимметрическими военными угрозами, которые как раз являются главными, я бы сказал, значит, угрозами в нынешнем этапе не только региону, но и на национальном уровне. Это борьба с терроризмом, борьба, оборот, так сказать, значит, то есть транзит наркотиков, значит, так называемые белые, то есть преступления белых воротничков, так называемое отмывание денег и так далее, которые как раз уже становятся не только, так сказать, политическими, но даже имеют военную, как говорится, такую, я бы сказал, смысл. И в этом контексте я думаю, что и еще, так сказать, остаются другие миротворческие операции под эгидой ОБСЕ, под эгидой, значит, ООН. И в этом контексте я думаю, что как раз создание и, естественно, развитие военно-технического партнерства между Грузией и Арменией после того, как Армения приостановила свое, так сказать, членство в ОДКБ, является главным приоритетом со стороны Грузии, с нашего государства, потому что пока что статью 78 Конституции никто не отменял, и по-прежнему, так сказать, и даже премьер-министр Ираклий Кобакидзе сказал, что эту статью никто не отменит, то есть оно остается главным стержнем внешнеполитической ориентации Грузии. То есть у нас получается, что мы как раз ведем прозападную внешнеполитическую ориентацию и хотим стать членом мирового сообщества. Естественно, что в этом контексте сотрудничество с Арменией
уже независимой и, я бы сказал, главным лидером, как говорится, региона и с нынешними властями Армении, я думаю, что даст хорошую почву для дальнейшего укрепления обороноспособности обоих государств и, что самое главное, усиление региональной безопасности в контексте реагирования на асимметрических военных угроз, что главное, является главным, я бы сказал, угрозой еще раз в нашем регионе, для нашего региона. Господин Моисеев, обращает внимание некоторая вот хронология, да, я уже говорил об этом, что вот визит министра обороны Грузии в Ереван происходит сразу после американского визита министра обороны Армении. В Вашингтоне состоялась очень важная встреча с заместителем министра войны Соединенных Штатов по политическим вопросам. Он участвовал в одной из крупнейших в мире выставок военной продукции, встречался и с представителями корпораций, и по многим вопросам с другими чиновниками, да, в том числе и вещевое имущество и так далее. Много чего, что касается армии и обороны. В настоящее время мы видим такую прискорбную картину, что у Грузии кризисные отношения с Европейским Союзом, Соединенными Штатами, с традиционными союзниками Грузии, с которыми мы со своей стороны работаем над тем, чтобы повышать уровень наших отношений, но мы бы очень хотели, чтобы это происходило и с участием Грузии также. К тому же к этому и предполагает наша география, наше прошлое, наше настоящее, ну и наше понимание наших совместных интересов. Историческая память, о которой мы говорили. Конечно. Общая историческая память, которая дает европейские корни нашим, так сказать, политическим, как говорится, взаимоотношениям с западным сообществом. Теперь вот для снятия вот этих препятствий, да, которые есть, как вам кажется, этот визит может чем-то вот посодействовать в этом плане? Прошу. Да, вы абсолютно правы, абсолютно точно, так сказать, распределили точки над «и», как говорится. Абсолютно, как раз это хорошая, так сказать, возможность еще раз презентировать и улучшить отношения с США. Да, были некоторые трения, ну, я говорю, правящие, так сказать, элиты грузинского нынешнего руководства, не народа и не общественности, потому что общественность абсолютно придерживается прозападной ориентации. Все неправительственные организации, представители массовой средств информации, академические, значит, представители и так далее. И даже, вот как раз я еще не случайно перефразировал слова нынешнего премьер-министра Иракли Кобакидзе, который сказал, что никто не будет отменять статью 78, которая как раз именно гласит, что грузинская правительство должна делать все для того, чтобы Грузия стала членом Евросоюза и НАТО. Это не случайно. Кстати, до визита, значит, за день до визита министра обороны Грузии Иракли Чикуани как раз премьер-министр Иракли Кобакидзе подписал специальный указ, о котором Грузия получила военный грант от США. Это тоже интересный момент, что мы как раз развиваем отношения с США. У нас не испортились, как говорится, отношения нашим стратегическим партнерам и союзникам Соединенных Штатов Америки, и у нас абсолютно ровные отношения с администрацией Трампа. Так что в этом контексте и военном, так сказать, отношении как раз эти отношения развиваются, несмотря на некоторые, я бы сказал, политические, я бы сказал, ну, может, такой условного непонятки или, как говорится, недопонимания в каких-то вопросах, хотя это не проблема, так сказать, грузинского народа и грузинской общественности и всей политической системы Грузии. Это есть проблема, как говорится, части, как говорится, политической элиты, к сожалению, которая, так сказать, доминируется со стороны Кремля. К сожалению, потому что Кремль тоже использует против Грузии такой метод, который является мягкой силой, элементы мягкой силы. Это видим мы воочию как раз, потому что Кремль понимает, потому что Кремль понимает, что фактически Россия теряет свой вес и свое влияние в нашем регионе Южного Кавказа. Я не случайно сказал, что в этом, как говорится,
Да, региональная формула, которая была сформулирована после Вашингтонского соглашения, то есть 2+1+1, я думаю, что в скором времени и Грузия присоединится к этому формату, уже станет 3+1+1. В этом формате как раз мы не видим, так сказать, в этом контексте роли России, но это не вина, так сказать, акторов Южного Кавказа, региона Южного Кавказа, а именно как раз вина самой, так сказать, нынешней власти Российской Федерации, самого Кремля, которые мы видим, как агрессивно действуют по отношению к друзьям, по отношению к Украине, по отношению к Молдове. Я не говорю уже по отношению к Грузии, потому что примерно 20% нашей территории оккупировано, и фактически уже идет де-факто аннексия нашей территории Цхинвальского региона Южной Осетии. И даже, так сказать, у Кремля уже появились проблемы по отношению, так сказать, в самой Абхазии, оккупированной Абхазии, с местными, так сказать, политическими силами. Это мы, так сказать, воочию убеждались в этом. Так что в этом контексте, я думаю, что как раз визит министра обороны Ираклия Чекулани еще раз больше, как говорится, проявить ясность в деле, значит, отлаживания взаимоотношений США, используя, так сказать, уже армянский, можно сказать, канал, в хорошем понимании этого слова. Я думаю, что как раз у Грузии и Армении есть общие, так сказать, взаимопонимания, взаимоотношения, взаимоинтересы не только, так сказать, в регионе Южный Кавказ, но в контексте, значит, Черноморского бассейна, который является очень главным, важным, так сказать, геополитическим ядром для реализации национальных интересов, например, Республики Армения, не говоря уже о Грузии. И в этом у нас есть очень хорошие наработки, очень хорошие, так сказать, транзитно-логические, как говорится, значит, взаимоотношения. Я думаю, что как раз вопрос включения Армении, значит, так называемый Срединный коридор, участие Армении в проекте Срединный коридор, еще раз больше, так сказать, усилит роль и, значит, миссию Армении на международном уровне и даже даст стимул для развития, дальнейшего развития, экономического развития Армении, которое сейчас дает хорошие, так сказать, плоды. Я как знаю, по моим информации, Армения развивается очень бурно, значит, в экономическом плане. И даже в каком-то смысле мы можем взять пример как раз Армении для улучшения нашей экономической позиции, значит, в нашей стране. Я думаю, что как раз вот и взаимообмен, значит, по контексте военно-политического сотрудничества между Арменией и Грузией в этом контексте, то есть это военное сотрудничество, это участие в миротворческих операциях, это как раз вот борьба именно с асимметрическими военными угрозами, еще раз хочу подчеркнуть, это важность этого момента, улучшение, так сказать, геостратегического климата в нашем регионе, а без двустороннего сотрудничества, в том числе в военно-политическом контексте, это невозможно осуществить. Я думаю, что это уже является предлогом для того, чтобы Грузия и Армения уже, как говорится, проявили свою добрую волю и, так сказать, взаимопонимание в том, что Кавказский регион – наш дом, и вместе, так сказать, с Азербайджаном мы как раз должны развивать взаимоуважение и понимание, и, естественно, политический диалог, и вспомнить, и еще раз восстановить историческую память. Когда наши предки, как говорится, сидели за одним столом и как раз вот создавали новую по тем временам политическую систему на региональном уровне. И в завершение, господин Моисея, в Армении вот за последние годы произошел бум высокотехнологичной и военной промышленности. И вот по данным на вот последний год, государственный заказ от Министерства обороны вот, предприятиям военной промышленности, в основном высокотехнологичного характера, составила примерно $500 миллиарда. Вопрос мой следующий. Вы видите ли перспективы развития взаимодействия между Арменией и Грузией в деле вот, развития технологий, вот, продукции военного назначения, военной промышленности, как таковой? Да. Прошу. Абсолютно согласен. Конечно, это естественно. Вот, кстати, министр обороны Грузии не единожды приезжает в Армению. Это, по-моему, за последние, так сказать, 4 года, это, по-моему, если не ошибаюсь, 5-й визит министра обороны в Армению и, так сказать, соответствующий, так сказать, тоже, так сказать, визит министра обороны Армении в Грузии.
я как припоминаю, по-моему, точно, так сказать, припомнил этот, так сказать, момент. И в этом контексте, я думаю, что у Грузии есть тоже хороший потенциал, значит, военно-промышленного комплекса в виде, так сказать, производства корпорации «Дельта». Я думаю, что Грузия и Армения сотрудничают на каком-то уровне, так сказать, в деле производства оборонной продукции, оборонного вида, так сказать, военной продукции. Есть у нас общие, так сказать, возможные наработки по защите транспортных коридоров, которые сейчас очень важны на данном, как говорится, моменте. Я думаю, что как раз вот те технологические новые наработки, которые уже Армения освоила и уже производит у себя дома, я думаю, что и армянский опыт в деле наращивания, так сказать, такого производственного, значит, производственных мощностей в рамках военно-промышленного комплекса будет очень важен для Грузии. Я думаю, что в этом контексте есть общий момент заинтересованности. Я думаю, что этот вопрос тоже будет главным, так сказать, моментом для сотрудничества на уровне министров обороны и Министерства обороны, естественно. И в целом, как говорится, между представителями военно-промышленного комплекса обоих государств. Спасибо вам большое, Батон Моисея, за ваши обстоятельные комментарии, оценки и информацию, которую мы поделились с нашими телезрителями, уделили время нашему эфиру. Вашей прекрасной стране всех благ и мира. Огромное спасибо. Ты же желаю всех благ и удачи. До новой встречи. Спасибо. Всего доброго. До новых встреч. Всего доброго. Մենք զրուցեցինք մեր գործընկեր վրացի ռազմական փորձագետ Վախթանգ Մայսայայի հետ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից, լսեցինք իր դիտարկումները եւ գնահատականները կապված Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանի Երևան կատարած պաշտոնական այցի հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նույն ձեզ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 արկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։